Այսօրվա թեման ես ընտրել եմ Մատթեոս 22-րդ գլխից, սիրելիներ, որը որ մեզ Տեր Հիսուս Քրիստոսը փոխանցեց մի առակի մասին, որը կոչվում է հարսանեկան առակ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը շատ էր խոսում հարսանիքի մասին եւ առակներ էր բացատրում դրանց մասին, որից մեկն էլ այս առակն է եւ դրա համար մենք ընթերցենք այս 22-րդ գլխի խոսքերը, սերներ, ուղղակի ակնոցով, եթե հնարավոր է Մատթեոս 22 առաջի խոսքից։ Կարդաս։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ դարձյալ խոսեց նրանց հետ առակներով ասելով. Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդու, որի որդուն հարսանիք արավ։ Եվ իր ծառաներին ուղարկեց, որ հարսանիքի կանչեն հրավիրվածներին եւ դրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. ասացեք հրավիրվածներին, ահա ինչ ճաշ է պատրաստեցի, իմ արջակներն ու սասունները վերված են եւ բոլորը պատրաստ է։ Եկեք հարսանիքը։ Իսկ նրանք ամբողջ լինելով գնացին մեկը իր արտը, մյուսը իր արտուրի եւ մնացածները ծառաների նրա ծառաների նախատեցի ու սպանեցի։ Բայց թագավորը լսելով արկացավ եւ իզոր ուղարկեց այն սպանողներից ծաղկեցրեց եւ նրանց քաղաքներ այրեց։ Այն ժամանակ իր ծառաներին ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Արգելացեք դեպի ճանապարհների անցքերը եւ ում որ գտնեք, կանչեք հարսանիքը։ Եվ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները եւ ժողովեցին ամենքի ում որ գտան։ Շարը եւ բանին եւ հարսանիքը բազմականներով լցրեցան։ Վերջի խոսքը։ Երբ որ թագավորը մտավ, որ բազմականների մտի կանի, այնտեղ մի մարդ տեսավ հարսանիքի հանդերձ չհագած։ Եվ նրան ասեց. ընկեր, ինչպես մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունես, եւ նա ապացվեց։ Այն ժամանակ թագավորը ասեց ծառաներին. նրա ոտքերն ու ձեռքերը կապեցեք, վեր առեք նրան, դրսի խավարը գցեք, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտերը։ Եվ ամենավերջում ասում է, որովհետեւ շատերն են կանչված, բայց քչերը նեղված։ այո, ես այսպես եմ վերնագրել այս առակը, շատերն են կանչված կամ կանչված, թե ընտրված։ Այո, ինչ էր ասում այստեղ Տեր Հիսուս Քրիստոսը, քանի որ Տեր Հիսուս Քրիստոսը միշտ առակներով էր խոսում, իր աշակերտներին բացատրում էր, ուրեմն նշանակում է, որ առակները մեկնաբանության կարիք ունեն, եւ ինքը Մատթեոսի 13-ում ասում է, որ նա խոսում էր առակներով եւ բերում էր մեջտեղ աշխարհի սկզբից եղած գաղտնիքները, խրտնաբանությունները եւ նաեւ աշխարհի վերջի հետ կապված իրադարձությունների գաղտնիքներն են նա խոսում սերներ։ Եվ այս առակում կարելի ասել մի բան ենք տեսնում, որ ամբողջ այս առակը մի փոքր ձևով ներկայացնում է մարդկության ամբողջ պատմության եւ Աստծո վերաբերմունքը մարդկության հանդեպ սերներ։ Ամբողջը զետեղված կարելի ասել լինի այս առակի մեջ։ Շատ առակներ կան, որոնք լրացնում են այս առակին, ինչպիսին էր նաև կույսերի առակը, հիշում եք, որ Փեսան պիտի գար իր հարսը տանելու համար եւ նաև մեկ առակ էլ խոսեց Տեր Հիսուս Քրիստոսը մեկ մարդու մասին, որը ինքը ուներ այգի եւ այդ այգին ուղարկեց իր ծառաներին հնձանը իրենց այդ այգու բերքը վերցնելու եւ նրանց ծառաներից շատերին սպանեցին եւ վերջում էլ որդուն ուղարկեց եւ այս ամեն առակները սեներ որդուն էլ սպանեցին։ Այս ամեն առակները կարծես լրացնող լինեն իրար։ Եվ դրա համար ինչ ենք տեսնում մենք այս առակի մեջ եւ փորձենք հասկանանք ով էր այս թագավորը, ովքեր էին հրավիրվածները, ովքեր էին կանչվածները, ովքեր էին մերժվածները եւ ինչ պատահեց նրանց հետ սերներ։ Եվ քանի որ այս առակը կարծես այլաբանություն է եւ խորհուրդներ կան այստեղ,
մենք տեսնում ենք, որ առակը կարծես ապագայի մեջ կատարված մի բանի մասին էր խոսում, Տեր Հիսուսը, որ արդեն կատարվել էր, բայց առակը իր մեջ ներառում է մի բան, որ պիտի կատարվի, որովհետև երբ որ մենք նայում ենք Հայտնության գրքի մեջ Հովհաննես առաքյալը Աստծո կամքով տեսնում է ապագան, հայտնվում է երկնքում եւ տեսնում է ապագան, նա տեսնում է իրադարձություններ, որ պիտի տեղի ունենային հետագայում։ Այսինքն մարդկության պատմությունը դեռ չի հասել այդ ավարտին։ Եվ տեսնում է նա մի պատկեր, որտեղ նա մի քանի անգամ տեսնում է մի գառի, որը որ նա պատրաստված էր իր հանձնարարություններ կատարել եւ նա մորթված էր եւ վերջում տեսնում ենք մի բան, որ նա այսպիսի մի բան է հայտարարում, որ եկավ ժամանակը գառի հարսանիքի։ Այսինքն մի իրադարձություն պետք է տեղի ունենար երկնքում, դա արդեն եղավ, այսինքն ապագայի մեջ դա կատարվեց։ Եվ ինչի մասին էր այս ամենը սեներ, ով էր այդ գառը, որի հարսանիքը պիտի լիներ։ Եվ երբ որ մենք սա զուգահեռ ենք տանում այս առակի հետ, մենք տեսնում ենք, որ այս գառը Աստծո որդի Հիսուս Քրիստոսի մասին է սեներ, որը որ մորթվեց եւ նա կատարեց իր միսիան եւ հետագայում նա պիտի ամուսնանար։ Իսկ թագավորը ամենակարող Հայր Աստվածն էր, որը իր որդու համար պիտի անի այդ հարսանիքը։ Մենք բոլորս էլ կյանքի առումով մենք բոլորս էլ առնչվել ենք այն իրականության հետ, որ մասնակցել ենք հարսանիքների եւ միգուցե մենք էլ ամուսնացել ենք եւ ինչպեսի դա իրադարձություն է, որը որ մարդուն տրված է եւ սա Աստվածային շնորհ է, որ Աստված երկրի վրա մարդուն ամուսնացրեց իր կնոջ հետ, սեներ, առաջին մարդուն։ Եվ դրա համար այս առակը կարծես շատ բան է մեզ հուշում։ Եվ այս առակը մեզ տանում է ապագայի մեջ Աստծո հավիտենական ծրագրին, այսինքն Աստված ինչ ծրագիր ունի մարդկության հետ կապված։ Բարդ Տիրոջը։ Եվ այնտեղ այսպիսի մի խոսքեր է ասվում, չեմ ուզում ամեն բան կարդանք ժամանակի առումով, ասում է երանելի են գառան, հարսանիքին, կանչվածները։ Եկեք ասենք, մենք երանելի ենք։ Որովհետև մենք կանչվածություն ունենք Աստծո կողմից։ Փառք լինի իր անվանը։ Հալելույա։ Պետրոս առաքյալը այս ավելի խորը բացատրելու համար մեզ մի բան է նորից Աստծո որդի Հիսուս Քրիստոսի գառի մասին մեզ մի բան է հուշում, սերներ։ Առաջի Պետրոս 1:20-ի մեջ մենք այսպիսի խոսքեր ենք տեսնում, որ հնարավոր է մեդիան, լավ, կկարդամ ես։ Հա։ Կարող ենք մի համար ներքևից նայել 19-ից, այլ Քրիստոսի պատվական արյունով իբրև մի ամբից ու անարատ գառի։ Խոսքը պարզ է դարձնում, որ նա գառ էր։ Եվ հետո շարունակում է, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երևեցավ ժամանակների վերջում ձեզ համար։ Ինչի մասին է խոսում այստեղ։ Առաքյալը խոսում է, որ մարդկությունը փրկագնվել է մեկի միջոցով, մեկի արյունով, որը գառ էր եւ ասում է նա նախապես սահմանված Աստծո կողմից նախապես պատրաստված էր մինչև աշխարհի ստեղծումը ժամանակներից առաջ։ Դրա համար եմ ասում այստեղ այլաբանություն եւ խորհուրդներ կա, որովհետեւ Հիսուսը մինչ աշխարհ գալը նա պատրաստված էր այս գործի համասեներ եւ հետո նա երևաց ժամանակների վերջում մեզ համար եւ վերջում էլ ինչ պիտի անի, նա նորից պիտի գա իր հարսի ետևից։ Փառք լինի իր անվանը։ Այսինքն այս առակի մեջ Աստծո հավիտենական ծրագիրն ենք տեսնում։ Եվ հետո տեսնում ենք, որ այդ թագավորը պատրաստություն է տեսնում։ Եվ այս ամենը խոսում է մի բանի մասին, որ թագավորը հետաքրքրված էր, որ իր որդու հարսանիքին ներկա լինեն շատ շատերը սերներ։ Եվ դրա համար նա պատրաստվում էր եւ պատրաստվեց այդ մարդկանց հրավիրելու համար։ Այո, ինչպես հարսանեկան արարողություններին
լիքը սեղաններ են պատրաստում, չէ, մարդկանց հրավիրատոմսեր են ուղարկում, այո, նույնպես այս թագավորը սերներ ամեն բան պատրաստեց եւ սա նորից խոսում է այդ զոհի մասին, որ Հիսուս Քրիստոսով ամեն բան պատրաստվեց, որպեսզի մարդկությունը ընդունված լինի Աստծո կողմից, որովհետեւ այստեղ մի բանի մասին է խոսում, որ ասում է գնացեք եւ ասեցեք, որ մսացուները մորթված են, սեղանները պատրաստված են։ Ինչ որ մի բանի մասին խոսում եմ, մորթված նորից այս խոսքը սիրներ։ Այո, Աստծո առաջ կանգնելու համար մարդուն պետք էր 1000 ու մի ծիսակատարություններ, զոհաբերություններ անցներ, որպեսզի ինքը կարողանար Աստծո առաջ ներկայացվեր սիրներ, կարողանար Աստծո հետ հաղորդակցվեր։ Մենք գիտենք հին ուխտից դա սիրներ, բայց Տեր Հիսուս Քրիստոսի զոհով ամեն բան պատրաստվեց։ Մեկ օր Աստծո որդի Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ խաչի վրա նա գոչեց եւ ասեց, որ ամեն բան կատարվեցավ, ամեն բան պատրաստվեցավ, որպեսզի մարդկությունը հանդիպի նորից Արարիչ Աստծո հետ, որպեսզի մարդը կարողանա նորից վերադառնա Աստծո արքայության մեջ սեներ։ Եվ տեսնում ենք, որ նա ուներ ծառաներ ու իր ծառաներին նա կարգադրեց եւ ուղարկեց իր այդ գործ անելու համար։ Նա ինքը նույնպես Աստված խոսում է եւ պիտի խոսի մարդկանց սրտերի հետ։ Ինքը կանչ է ուղարկում սիրներ։ Առաջի գրքից Աստվածաշնչի առաջի էջերից մինչև վերջի էջը մենք տեսնում ենք Աստված կանչում է մարդուն սիրներ։ Աստված հրավիրում է մարդուն իր արքայությունը։ Տեսնում ենք, որ Ադամին ասեց՝ «Ուր ես Ադամ»։ Եվ վերջում Հիսուս Քրիստոսը սրտերը թակում է հայտնության գրքի մեջ, մարդկանց սրտերը մինչև այսօր նա թակում է եւ կանչում է եւ ասում է. «Եկեք ինձ մոտ»։ Այո, Փարթիրոջ անցած անգամ մեր եղբայրը այդ մասին խոսեց, որ Տեր Հիսուսը հրավիրում է. «Եկեք ինձ մոտ»։ Փարթ լինի իր անվանը։ Եվ նրա ծառաները ովքեր էին, սա էլ պարզաբանենք մեզ համար։ Եվ ինչ էր նրանց պատգամը, ինչ էր այդ հրավերքը, հրավիրատոմսը, որ ուղարկում են մարդկանց սիրներ։ Եբրայեցիս 1:1-ում գրված է այսպես. որ Աստված շատ մասերով հին ժամանակներում շատ բազում անգամներ, բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ, մարգարեների միջոցով, այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգը կարգեց, որի միջոցով ստեղծեց նաև դարերը։ Այո, Աստված բազմաթիվ միջոցներով խոսում է, բազմաթիվ կերպերով խոսում է, բնության միջոցով խոսում է, մարդկանց միջոցով խոսում է, բայց այստեղ տեսնում ենք նաև ծառաների միջոցով, մարգարեների միջոցով, որովհետև Աստված բարձրացրեց մարգարեներ եւ նրանց միջոցով կոչ էր անում ժողովրդին, որ դեպի իրեն գային սերներ։ Մենք տեսնում ենք Նոյին արդարության քարոզիչ են ասում նրան։ Մենք տեսնում ենք Ենովքին, որ խոսեց։ Մենք տեսնում ենք Սամուելին, մենք տեսնում ենք Մովսեսին, Եսայային, մարգարեներին, որոնք գալիս էին եւ Աստծո պատգամն էին բերում եւ Աստծուն մասին էին խոսում սերներ։ Նրա հրավերն էին բերում ժողովրդին սերներ։ Բայց գիրքը ասում է վերջին օրերում նա խոսած մեզ հետ իր որդի Հիսուսի միջոցով։ Հիսուս Քրիստոսը մարմնացավ, նա Աստծո խոսքն էր եւ գիրքը ասում է, որ Աստված մարդացավ, մարմնացավ խոսքը եւ եկավ մեր մեջ եւ Աստված խոսեց իր որդու միջոցով։ Իհարկե մենք տեսնում ենք նրա որդին չընդունվեց մարդկության շատերի կողմից։ Նրա որդին մերժվեց եւ դատապարտվեց մահվան։ Սա Աստծո ծրագրի մասն է, սիրներ։ Եվ ինչ էր նրանց պատգամը, ինչ էր որ նրանք խոսում էին, սիրներ։ Աստծո պատգամը, Աստծո հրավերը սա է. հաշտվեցեք Աստծո հետ, ապաշխարեցեք, դարձեք դեպի Աստված, մոտեցել է երկնքի արքայությունը ձեզ։ Սա Աստծո հրավերն է, սա Աստծո կոչն է։ Հետագայում Հիսուս Քրիստոս, երբ որ այս աշխարհից բարձրանում էր, նա պատվեր տվեց եւ ասեց. այս հրավերը, այս ավետարանը կտանեք ամբողջ ազգերին, ամեն մարդկանց,
որ իմանան այս բարի լուրի մասին։ Տեսնում ենք առաքյալները դուրս եկան եւ գնացին աշխարհի մինչեւ ծայրերը։ Իհարկե, այստեղ այս պատմության մեջ տեսնում ենք, որ նրա ծառաներից շատերին ինչ արեցին, ծեծեցին եւ սպանեցին։ Պատմության մեջ բազմաթիվ անգամներ Աստծո ծառաները սպանվել են, մահացել են սիրներ ավետարանի գործի համար։ Այսօրվա մեր ժամանակների մեջ էլ շատ Աստծո գործիչներ կան, որոնք ձերբակալված են։ Այսօր շատ-շատերը չարչարվում են Հիսուսի համար։ Շատ-շատերը ավետարանը տարել են ազգերին եւ նրանց սպանել են սիրներ։ Փառք Տիրոջը, որ մենք քրիստոնեության մեջ ենք ծնվել, աշխարհ եկել։ Մեզ բերել են ավետարանը, ու մենք հրավերը ընդունել ենք։ Փառք լինի Տիրոջ անվանը։ Հալելույա։ Իսկ ինչ է ավետարանը, սիրներ։ Ավետարանը դա Աստծո փրկությունն է մարդկանց համար։ Աստծո փրկության գրավականն է մեզ համար։ Աստծո փրկության երաշխիքն է մեզ համար։ Աստծո խոսքն ասում է ավետարանը Աստծո զորությունն է, որը ունակ է փրկելու ամեն հավատացողին։ Ավետարանը Աստծո կենդանի խոսքն է, սիրներ։ Ավետարանը Աստծո փառավոր լույսն է։ Եվ Սուրբ Գիրքը մի բան է ասում, որ այս աշխարհի Աստվածը սատանան կուրացրել է այս աշխարհի մարդկանց սրտերը, աչքերը, որպեսզի այդ փառավոր ավետարանը չծագի իրանց սրտերի մեջ։ Բայց փառք լինի Տիրոջ անվանը, որ նա ինչ արեց, ասում է, երբ որ Աստված ասեց լույս լինի, նա ծագեցրեց այդ լույսը մեր սրտերի մեջ, որպեսզի մենք տեսնենք Հիսուս Քրիստոսի եւ նրա փառավոր ավետարանը։ Փառք լինի Տիրոջ անվանը։ Հալելույա։ Առաջինը, որ մենք տեսնում ենք այս առակի մեջ, կային հրավիրված մարդիկ։ 3 տեսակի մարդիկ կային. հրավիրվածներ, կանչվածներ եւ հետո մերժվածներ։ Առաջինը հրավիրվածներն էին եւ հարց է ծագում, ովքեր էին առաջի հրավիրվածները։ Մի բան ենք հասկանում այս առակից, որ թագավորը ուներ մտերիմներ, ինչպես այսօր էլ չէ, մենք չենք գնա ուրիշին կանչենք, փողոցից կանչենք մեր հարսանիքներին։ Մենք մեր մտերիմներին ենք սկզբից կանչում։ Բայց Գիրքը ասում է, այս մտերիմները ինչ արեցին, հրաժարվեցին, մերժեցին։ Մտերիմները ովքեր էին, սիրներ։ Հրեա ազգն էր առաջինը, որ Աստված նրանց ընտրեց, որոշեց իրեն սեփական ժողովուրդ լինելու, ցավոք սրտի Աստծո խոսքն ասում է, Պողոս առաքյալն ասում է, նրանք Աստծո որդուն մերժեցին։ Եթե իմանային ով է նա, որին մերժեցին, ասում է, փառքի Տիրոջը խաչը չէին հանի։ Եթե այս աշխարհի իշխանները, մարդիկ իմանային ում են մերժում, սերներ, եւ նրանց մերժվելը իրանց վրա ճակատագրական եղավ եւ ասում է Աստված էլ նրանց մերժեց ժամանակավորապես։ Ինչի համար, որպեսզի հեթանոսների համար, մնացած ազգերի համար դուր բացվի։ Սկզբից Աստված կանչեց նրանք չեկան այդ հարսանիքին։ Եվ Աստծո խոսքն ասում է նրանք ասպես որոշեցին։ Իհարկե սա վերաբերվում է այսօր նույնպես մնացածներին, ով որ մերժում է ավետարանի խոսքը, ասում են նրանք ասեցին մեզ հրաժարված համարիր։ Այս առակի մեջ այսպես է գրված, նրանք անհոգ գտնվելով գնացին մեկը իր արտին, մեկը իր առևտուրին եւ առհամարեցին այն հրավերը, որ թագավորը իրենց ուղարկել էր։ Այսօր աշխարհի իրականությունում սա տեղի է ունենում, սերներ։ Աստված իր փառավոր ավետարանը ուղարկում է եւ ասում է եկեք իմ որդու հարսանիքը, պատրաստված է ամեն բան, դուք ընդունված եք, ես ձեզ հրավիրում եմ, բայց մարդ արարածը սերներ տարբեր պատճառաբանություններով կարող է հրաժարվել նրա հրավերից։ Տեսնում ենք, որ մարդը ինչքան մերժում է ավետարանը, այնքան ավելի խավարի մեջ է հայտնվում սերներ։ Աստծո խոսքն ասում է, որ մարդիկ Աստծուն չուզեցին իրանց գիտության մեջ, իրանց կյանքի մեջ ունենալ, ընդունել, դրա համար նրանց վրա եկավ մոլորության ոգի։ Աստծո խոսքն ասում է, մարդիկ Աստծո սերը մերժեցին եւ ինչի հայտնվեցին սերներ։
ինչ տեղի ունեցավ մարդու հետ։ Ասում է, նրանք անեղծ Աստծո փառքը փոխեցին եւ երկրպագեցին եղծանելի բաներին։ Այսօր այդ իրականությունը տեսնում ենք մենք, որ մարդը դարձել է մարդապաշտ, նյութապաշտ, կռապաշտ եւ շատ ազգեր ու լեզուներ հեթանոսներ են մնացել ավետարանը մերժելով։ Շատերը սերներ պատմությունն ասում է, որ քրիստոնեությունը երբ որ եկավ աշխարհ առաջի դարում, շատերը մերժեցին եւ հետո եկավ իսլամը 6-րդ դարում եւ շատերը ինչ արեցին, ընդունեցին այդ կեղծ սուտ կրոնը սերներ։ Մենք տեսնում ենք մի քանի հարյուրամյակ առաջ նորից եկավ մի սուտ կրոն, որը կոչվում էր աթեիզմ։ Եվ նորից մարդիկ դրան ընդունեցին։ Ինչ է դառնում, սերներ, Աստծո հավիտենական ավետարանը մերժվում է եւ մարդը իրեն համար սուտ աստվածներ է հնարում եւ դրանց է երկրպագում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ մարդիկ այս պատճառաբանումներով մերժում են Աստծո հրավերը։ Սա նման է Նոյի օրերին։ Աստծո խոսքն ասում է, Նոյի օրերը նորից կգան, մի քարոզիչ այդպես ասում է։ Նորից մենք տեսնում ենք այս իրականությունը, որ մարդիկ երկրային, ժամանակավոր վայելքները, չգիտեմ, մարմնի ցանկությունների հետևից գնալով, տարբեր տեսակի բաներին տրվելով, մերժում են Աստծո ընթրիքի հրավերը սերներ, մերժում են Աստծո որդուն։ Եվ ինչ պիտի տեղի ունենա այդ մարդկանց հետ, բնական է Աստված էլ կմերժի նրանց։ Որտեղ կհայտնվեն նրանք Քրիստոսի երկրորդ գալուստից հետո, իհարկե դուրսը, ինչպես որ այս առակի վերջում ինչպես որ գրված է։ Իհարկե այստեղ հարց է առաջանում, ում է կանչում Աստված, կամ ով կլինի փրկված։ Աստված ինքը սուվերեն Աստված է, նա շատերը այսպես են ասում, եթե նա ասել է, որ այս մարդը կփրկվի, եթե նախասահմանված է, որովհետև գիրքը ասում է, ում որ նախասահմանվեց, նրանց կանչեց, նրանց արդարացրեց, նրանց փառավոր դարձրեց, ուրեմն այդ մարդիկ կլինեն կանչված, ընտրված, իսկ մյուսները ինչ կլինեն, կկորչեն, բայց այսպես չի սերներ։ Գիրքը ասում է, նա ում ողորմում է, ում գտում է, իսկ խստացրեց փարավոնի սիրտը եւ նրան մերժեց, բայց սա այսպես չէ, որովհետեւ մարդը ինքն է իր ընտրությունը հաստատում։ Եվ դրա համար Պետրոս առաքյալը այսպես է ասում. դուք ձեր կոչումը, կանչվածությունը եւ ընտրությունը ինչ արեք, հաստատուն արեք։ Մենք պետք է ինչ անենք, մեր ընտրությունը եւ կանչվածությունը ամուր բռնենք։ Փառք լինի Տիրոջ անվանը։ Եվ այստեղ տեսնում ենք, որ մի դաժան իրականություն ենք տեսնում այս առակի վերջում, որ թագավորը բարկացավ, նրանց քաղաքը կոտորեց, ովքեր որ նրա ծառաներին սպանել էին։ Իհարկե այս ցավալի պատմությունը եղավ Իսրայելի հետ, Երուսաղեմ քաղաքի հետ, որովհետև Տեր Հիսուսի մահվանից հետո մոտ 40 տարի հետո Երուսաղեմ քաղաքը ավերվեց հիմնահատակ սերներ։ Եվ այն ժողովուրդը, որ մերժեց Աստծուն սերներ, նրանց քաղաքն էլ կոտորվեց եւ ավերվեց։ Հիմնահատակ, որտեղ Հիսուս ասեց, քարը քարի վրա չի մնա։ Մոտ 2000 տարի նրանք պետականություն չունեցան մինչև 1948 թվականը։ 7։ Ինչ է տեղի ունենում սերներ։ Աստված ինչ է անում, մերժում է։ Իհարկե Պողոս առաքյալը մի բան է մեզ մխիթարական ասում, որ Իսրայելի համար հույս կա, որովհետև դրանից հետո հեթանոսների համար Աստված դուռ բացեց։ Հեթանոսները կանչված չէին այդ հարսանիքին, ընտրված, նրանք հրավիրված չէին։ Բայց շարունակության մեջ մի հետաքրքիր բան ենք տեսնում, որ նրանց մերժումով Աստված հրավիրեց մեզ բոլորիս, որ հեթանոս ենք։ Այսինքն Աստված բոլոր աշխարհին է հրավիրել իրեն սերներ։ Չկա Աստծո համար խտրություն։ Բոլորն են կանչված, բայց ընտրվածները քիչ են։ Ընտրությունը մենք ենք կայացնում։ Մենք ենք որոշում կլինենք արդյոք այդ հարսանիքին ներկա թե ոչ։
Մենք ենք որոշում այդ ամենը մեր բերանով, մեր դավանությունով, մեր Տեր Հիսուս Քրիստոսին ընդունելությունով։ Եվ թագավորը շարունակեց կանչել մարդկանց։ Այս անգամ գիրքը ասում է, որ նա ինչ արեց, իր աշակերտներին, իր ծառաներին ուղարկեց, որպեսզի գնան դրսի ճանապարհները, ում որ կգտնեն, նրանց բերեն հարսանիքը։ Եվ տեսնում ենք, որ գնացին ծառաները եւ շատ-շատերին գտան, ովքեր որ դրսում իրանց համար ապրում էին։ Կաղեր, կույրեր գրված է։ Մյուս կներեք մինչ այս մի առաքել է Տեր Հիսուս ասում եւ երկուս իրար լրացնում են։ Այստեղ ասում է ում որ կգտնեք չարը եւ բարին, իսկ մյուս առաքում այսպես է ասում, որ նրանք գնացին գտան կաղեր, կույրեր, խեղանդամներ եւ այլն։ Շատ տարբեր մարդիկ, շատ տարբեր բնագավառի մարդիկ, շատ տարբեր չար եւ բարի մարդիկ, նրանց բոլորին նա հրավիրեց այդ հարսանիքը։ Զարմանալի մի բան։ Եվ Սուրբ Գիրքը այսպես է ասում. Աստված մեզ կանչեց աշխարհից։ Մենք ինչ վիճակում էինք աշխարհում։ Մենք մեղավոր էինք, մենք թալանված էինք սատանայի կողմից, մենք ամբարիշտ էինք, ինչպես Պողոս առաքյալը ասում է, մենք աթեիստ էինք շատերը, մենք կույր էինք հոգևորապես, մենք կաղ էինք, մենք խեղանդամ էինք, որովհետև այս աշխարհի Աստվածը այդպիսին էր դարձրել մարդկանց սեներ։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը գին վճարեց դրա համար, որպեսզի բոլորը կարողանան գալ այդ հարսանիքին։ Եվ Աստծո խոսքը շարունակում ասելով, որ բոլորը եկան, հարսանիքը լցվեց այդ դահլիճը, այդ պալատը, եւ թագավորը պիտի նայեր մարդկանց դուրս գար տեսնելու։ Իհարկե, մինչ այդ մի բան ենք մենք այստեղ տեսնում, որ թագավորին մի այդպես ասած պատվեր ուներ նրանց համար, ովքեր որ պիտի գային այդ հարսանիքը, թագավորը հրամայել էր, որ նրանց հանդերձներ տրվի։ Թագավորը ուներ իր այդ պալատում այնքան հանդերձներ, այնքան պատրաստ հանդերձներ, որ ովքեր որ կգային, նրանք պետքա զգեստները փոխեին, հանդերձները փոխեին, նոր մտնեին այդ հարսանեկան սրահի մեջ։ Եվ այստեղ ինչ ենք մենք տեսնում, սիրելիներ, որ մենք եկանք աշխարհից, բայց չենք կարող աշխարհով մտնել Աստծո թագավորությունը։ Մենք եկանք մեղքերով լի, մենք չենք կարող մեղքերով լի մտնել Աստծո թագավորությունը։ Մենք եկանք կեղտոտված, աղտոտված հանդերձներով, բայց չենք կարող մտնել Աստծո թագավորությունը նույն հանդերձներով։ Մենք եկանք հին ադամական բնույթը ժառանգած, բայց մենք չենք կարող այդ ադամական բնույթով մտնել Աստծո թագավորության պալատը, սիրելիներ։ Դրա համար նա մեզ համար որոշեց մի բան, նա մեզ որոշեց փոխել, նա որոշեց փոխել մեր հանդերձանքը եւ նա մեզ ինչ արեց, արդարության սուրբ հանդերձներ նա տվեց սիրելիներ։ Սուրբ Գիրքը ասում է, որ Հովհաննեսը նույնպես երկնքում մի բան տեսավ, որ սպիտակ հանդերձներով լիքը ժողովուրդ տեսավ, որ թիվ չունեին նրանք, հաշիվ չկար նրանց, եւ դա այն մարդիկ էին, որոնք եկել էին, եւ նրանց Աստված նրանց սպիտակ լուսափայլ հանդերձներ էր տվել։ Եվ նույնպես ներ այս առակի մեջ այն ազնվորությունը, որ պիտի կանգներ թագավորի կողքը սիներ եւ նրա կինը դառնար, մենք այս մասին եթե Աստված առիթ տա չենք հասցնի այսօր, բայց կխոսենք, եթե առիթ լինի եղբայրներ ջան, կստացվի, մենք խոսենք, թե ով է լինելու թագավորի կինը։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ նրան էլ տրվեց սպիտակ հանդերձներ։ Եվ ասում են, նա պատրաստեց իրեն։ Այսինքն կար ժամանակ, որ պետք է պատրաստվեին բոլորս յեներ, երբ որ գնում են հարսանիքի, ինչ են անում, զգեստավորվում են, պատրաստվում են եւ նոր մտնում են այդ հարսանեկան սրահը։ Եվ այնտեղ թագավորը տեսնում է մի մարդու, որը չէր հագել այդ հարսանեկան հանդերձը։ Սուրբ Գիրքը ասում է, որ մենք մեր արդարությունով չենք կարող մտնել երկինք։ Մենք մեր բարի գործերով չենք կարող մտնել երկինք։ Ոչ մի մարդ չի կարող Աստծո առջև արդարանալ ըստ իր գործերի։ Որովհետև Գիրքը ասում է, ոչ ոք չկարողացավ պահել Աստծո սուրբ խոսքը,
Աստծո պատվիրանները։ Դրա համար նա որոշեց մեզ տալ իր արդարությունը, իր սեփական արդարությունը նա փոխացեց մեր հաշվին սեներ։ Նա մեզ արդարացրեց գիրքը ասում է, ում որ կանչեց նրանց նաև ինչ արեց, արդարացրեց։ Իր արդարությունը նա մեզ շնորհեց, որպեսզի մենք կարողանանք իր հետ հաղորդակից լինենք հավիտյաններում, որովհետև նա սուրբ է եւ նրա հետ հնարավոր չի մեղավորը կարողանա նրա ներկայության մեջ գալ, բայց մեզ Աստծո խոսքն ասում է նրա որդի Հիսուսի արյամբ մեզ համար դուռ բացվեց, արտոնություն ստացանք մտնելու այդ սուրբ վայրը, մեզ Աստված կանչեց իր հետ հաղորդակցությանը եւ դա միայն հնարավոր էր այն ժամանակ, երբ որ կթափվեր այդ արյունը, երբ որ այդ գառը սիեներ իրեն զոհաբերեց, երբ որ Աստված զոհաբերեց այդ գառը եւ նրա արդարությունը ինչ արեց Աստված, փոխանցեց մեր հաշվին, նա հանդերձավորեց մեզ այդ հանդերձներով։ Իհարկե պայմաններից մեկը սա է, պահիր այն հանդերձը, որը ունես, որպեսզի մերկ չգտնվես այդ օրը։ Եվ մի ուրիշ բան ենք տեսնում, նորից Հովհաննեսը երկնքում դա տեսավ, որ ասում է, տեսա մարդիկ, որոնք լվացին ու սպիտակեցրին իրենց հանդերձները, երբ որ գառան արյունով, երբ որ նրանք զգացին, որ աղտոտվել են այս աշխարհի աղտերով, նրանք ինչ էին անում, նրանք լվանում էին։ Սա է պատրաստությունը, որ Աստված մեզ կանչել է, պատրաստ լինենք այդ օրվա եւ այդ ժամի համար սիրներ։ Երբ որ նա կգա, Փառքի Աստվածը, երբ որ նա կգա ամպերով երկրորդ անգամ, մենք պիտի պատրաստ լինենք։ Եվ այս սրա մասին է խոսքը, որ ասում է նրանք կընտրվեն, ովքեր կընտրվեն, ովքեր որ պատրաստ կլինեն։ Հալելույա։ Իսկ դուրսը կմնան, ովքեր պատրաստ չեղան։ Այդ մարդը հանդերձ չէր ակել։ Նա ընդունել էր հավերը, նա եկել էր այդտեղ, բայց նա այդ հանդերձը չուներ սերներ։ Դրա համար նա դուրսը մնաց։ Սուրբ Գիրքը ասում է դուրսը կմնան, ովքեր շները, կախարդները, սպանողները, մարդասպանները, նրանց բոլորին արտոնություն տրվեց, որպեսզի փոխեին իրանց ապրելակերպը, հանդերձանքը, բայց նրանք դուրսը մնացին, որովհետև չվերցրեցին այն Աստծո որդու կատարած գործը սիեներ, չընդունեցին այն արդարությունը, որ Աստված է շնորհում։ Եվ այսպես այս մարդիկ, որ հայտնվեցին այդ օրը, այդ հարսանեկան ընթրիքին, նրանք թագավորին չէին ճանաչում։ Թեպետ թագավորը ամեն բան շնորհել էր սիեներ այդ երկրի ժողովրդին։ Մենք տեսնում ենք, որ առաջի այդ մերժողները սիեներ, նրանք թագավորից արտոնություն ունեին ստացել, ամեն բան ունեին նրանք ունեին ագարակներ, տներ, նրանք կարող էին ամուսնանալ եւ նույնն էլ ասում այդ մասին։ Վերջին օրերում այդ ամենը կլինի արդիական, այն Աստվածը, որ ասում է խոսքը, շնորհել է մեզ կյանքի եւ աստվածապաշտության համար ամեն բաներ։ Տեսնում ենք, որ նրանք մերժեցին հենց այն իսկ բաներով, որ Աստված սերներ նրանց տվել էր։ Բայց այս մարդիկ արտոնություն ունեցան լինելու թագավորի ներկայության մեջ սերներ։ Եվ մտածում են, ինչ է սպասվում մեզ։ Ինչ փառավոր հարսանիք է սա, որին մենք կանչված ենք։ Եվ Պողոս առաքյալը նույնպես մեզ մի բան է ասում, որ մենք հույսով ենք փրկվել, բայց այդ հույսը, որ տեսնվում է, հույս չէ, քանի դեռ մենք չենք տեսնում դա։ Բայց ինչի մասին է սա խոսում։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, ես ձեզ համար աղոթք եմ անում, որպեսզի ձեր հոգիների աչքերը բացվի, որպեսզի դուք իմանաք ինչ է ձեր կանչված լինելու հույսը։ Եկեք այս խոսքերը մենք սերներ մեր մեջ պահենք որպես աղոթք եւ մենք էլ աղոթք անենք, որպեսզի Աստված մեր հոգու աչքերը լուսավորի, որ մենք իմանանք ինչ է մեր կանչված լինելու հույսը, ինչ է մեզ սպասվում ապագայում, ինչ է այն կանչը, որ Աստված մեզ կանչեց իր որդու հարսանիքում լինելու համար։ Եվ այսպես ես մի քանի խոսքեր եմ Աստվածաշնչից դուրս բերել, որ մենք նայենք եւ միասին խորհրդացենք եւ շատ-շատ
բաների է մեզ Աստված կանչել, բայց մի քանիսը ես ուզում եմ ընթերցել սեներ։ Առաջինը, որ մենք նայեցինք, սա էր, չէ՞, նա կանչեց մեզ եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի հարսանիքին մասնակից լինելու։ Երկրորդ, Աստված կանչեց մեզ իր աստվածային բնությանը հաղորդակից լինելու։ Պետրոս Առաքյալը այսպեսի մի բան ասում, որ դուք այս աշխարհի ուղղակի չեմ կարդում, այս աշխարհի ապականությունից հեռու փախնելով կարողանաք հաղորդակից լինել նրա աստվածային բնությանը։ Այսինքն Աստված մեզ դուրս է հանում մեկ տեղից եւ փոխադրում է մեկ ուրիշ տեղ։ Նրա հետ, իր հետ հաղորդակից լինելու։ Մեզ բնում է ինչ անել, այս աշխարհի ապականությունից հեռու փախնել, որպեսզի կարողանանք նրա աստվածային բնությանը հաղորդակից լինենք։ Երրորդ, նա կանչեց մեզ իր թագավորությանը եւ փառքին։ Առաջի Թեսաղոնիկեցիում է գրված։ Մենք կանչվեցինք որտեղ լինելու նրա թագավորության մեջ եւ իր փառքին հաղորդակից լինելու։ Տեսնելու այն փառքը։ Հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսը իր քահանայապետական աղոթքում այսպես ասեց. հայր կամենում եմ, որտեղ որ ես եմ, նրանք էլ այնտեղ լինեն, որպեսզի ինչ տեսնեն այն փառքը, որ ես ունեի սկզբից, աշխարհի սկզբից, որպեսզի նրանք էլ տեսնեն այդ փառքը։ Սիրներ, մենք չենք պատկերացնում, թե ինչ է սպասվում մեզ գալիքում։ Մենք չգիտենք այն փառքի մասին, որ Աստված ունի։ Աստված այդ փառքը չի տալու իր հրեշտակներին սեներ։ Աստված իր փառքը տալու է մարդկանց որդիներին։ Այս առակի մեջ մենք մի բան ենք տեսնում, որ այդ հրավիրվածները հրեշտակները չեն, որ այդ գառանկինը հրեշտակներից չի ընտրված։ Իհարկե այս խորհուրդը մեծ է, Պողոս Առաքյալն ասում է, բայց Աստված ինչ արեց, մարդկանց որդիներին ընտրեց։ Նա նրանց ընտրեց, որպեսզի նա իր փառքին մասնակից անի։ Տեր Աստծո խոսքն ասում է, երբ որ նա շինում էր մարդուն, ստեղծում էր մարդուն, նա ասաց՝ եկեք շինենք մարդուն, ստեղծենք մարդուն մեր պատկերով ու մեր նմանությամբ պես։ Բայց երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, նա դարձավ մեր նմանությամբ պես սերներ։ Գիրքը ասում է, որ Աստված պետք էր մեզ նմանվեր, որպեսզի մենք էլ կարողանայինք իրան նմանվեինք։ Եվ սա Աստծո ծրագիրն է, որպեսզի նաև մեզ դարձնի իր որդու կերպարանակիցը։ Եվ մյուս կետը սա է, նա մեզ կանչեց իր որդուն կերպարանակիցը դարձնելու, նրա նմանությունը մեզ տալու։ Հովհաննես Առաքյալը այսպես է գրում, ասում է մենք չգիտենք ինչ ենք լինելու։ Մեզ հայտնված չի ինչ է կատարվելու մեզ հետ ապագայում, բայց մի բան ենք իմանում։ Եվ որ նա գա, մենք նրա նման ենք լինելու։ Փառք լինի Տիրոջ անվանը, մենք պատկերացնում ենք մեզ, որ մենք կարող ենք Աստծո որդու նմանությունը ամբողջականապես ունենալ։ Սա է Աստծո ծրագիրը, որ մեզ կանչեց իր որդու կերպարանակիցը դարձնելու։ Իհարկե ես ասացի այն մասին, որ նա մեզ կանչեց իր հետ հաշտության, որովհետև մենք թշնամացած էինք Աստծո առաջ, եւ նա մեզ կանչեց եւ իր հետ հաշտեցրեց, նրա որդու զոհով սերներ։ Եվ հաշտության պաշտոն տվեց, որպեսզի մենք քարոզենք այդ հաշտությունը բոլոր մարդկանց։ Եվ Սուրբ Գիրքը շարունակում է այս խոստումները մեզ տրված։ Նա մեզ կանչեց Աստծո որդիները կոչվելու եւ լինելու։ Ուրախ ենք այս ամենի համար։ Փառք լինի Տիրոջ անվանը։ Նա մեզ կանչեց իր սրբությանը եւ մեզ սուրբ դարձնելու կանչեց։ Պողոս Առաքյալը գրում է. դուք չեք կանչվել պղծության համար, այլ դուք կանչվել եք Աստծո սրբությունը ընդունելու համար։ Աստված մեզ կանչեց իր սրբությունը մեզ տալու համար։ Մյուս կետը, Աստված մեզ կանչեց օրհնությունը ժառանգելու համար։ Պողոս Առաքյալը, երբ որ այնտեղ ասում է, ես աղոթում եմ ոչ միայն դուք իմանաք ինչա ձեր կանչվածության հույսը, այլ նաև իմանաք ինչա այն ժառանգությունը, որը պատրաստված է ձեզ համար, որը
որը պիտի տրվի ձեզ վերջին ժամանակում։ Եվ այստեղ խոսում է մենք կանչված ենք Աստծո օրհնությունները ժառանգելու համար։ Աստված թողեց իր կտակը, ճիշտ է։ Եվ ասում է, երբ որ կտակարարը մահանում է, կտակը բացվում է։ Եվ կտակում այս գրված է մեր մասին սիրելիներ, որ Աստված մեզ կանչեց այդ օրհնությունները մեզ փոխանցելու համար։ Մյուսը, Աստծո խոսքը ասում է, որ նա մեզ կանչեց իր առաքինությունները քարոզելու համար։ Այս падգամը փոխանցելու համար մեկս մյուսին, նրանց ովքեր որ դեռ չեն լսել, նրանք ովքեր դեռ խավարում են, նրանց պատմելու այս առաքինությունների մասին, որ դու նույնպես կանչված ես, որ դու նույնպես կարող ես գտնվել այնտեղ։ Աստված մեզ կանչեց նաև իր չարչարանքներին մասնակիցը դառնալու։ Ընդունում ենք սա սիրելիներ։ Եթե ասում է գիրքը Քրիստոսի հետ չարչարվենք, նրա հետ էլ կապրենք։ Եթե չարչարվենք, ուրեմն ավետարանի ճանապարհը նաև չարչարանքի ճանապարհ կա։ Որովհետև Հիսուսը ինչ ասեց, ձեզ կատեն, ձեզ կմերժեն, ձեզ չեն ընդունի իմ անունի համար, բոլոր ազգերից ատելի կլինեք, բայց երանելի եք, երբ որ ձեզ չար խոսքեր կասեն, երբ որ ձեզ կհալածեն, երբ որ ձեզ կդատապարտեն մահվան, սա երանություն է։ Եվ շատ Աստծո մարդիկ, շատ սուրբեր պատմության մեջ արժանացան այս օրհնությանը սիրելիներ։ Չգիտենք մենք ինչով կանցնենք, չգիտենք մենք կհալածվենք թե չէ, որովհետև քրիստոնյա ենք, այստեղ քրիստոնեության երկրում ենք ապրում, բայց Գիրքը ասում է, որ եթե հալածվեք նրա անունի համար, երանելի եք։ Օրհնյալ լինի Տերը։ Եվ այսպես շատ բաներ կա, նաև նա կանչեց մեզ իր զարմանահրաշ լույսի մեջ։ Մենք որտեղ էինք, խավարի մեջ էինք։ Մենք խավարի մեջ ինչ վիճակում էինք, մենք կուրացած էինք։ Գիտեք, կենդանիներ կան, որ այնքան են մնացել խավարի մեջ, որ նրանք աչքեր ունեն, բայց չեն տեսնում։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ մենք այդպիսի վիճակում էինք։ Մենք չէինք տեսնում Աստծո լույսը, մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ, բայց նա ինչ արեց, խավարից մեզ հանեց եւ փոխադրեց մեզ իր որդու լույսի թագավորության մեջ։ Դուք հավատում եք մի բան, որ Աստծո խոսքն ասում է, որ մեզ նա բարձրացրեց երկնքներում, նստացրեց իր որդու Հիսուս Քրիստոսի կողքը սիրելիներ։ Սա մի իրականություն է, որ մենք հələ դեռ չենք հասկանում, որ մենք չգիտենք սա ինչա, բայց սա Աստված արդեն տեսել է եւ դա մեզ տեսնում է այդպես սիրելիներ։ Օրհնյալ է Տերը, կարծում եմ, որ Աստված առիթ կտա նաև մենք կխոսենք հարսի մասին, ով էր այդ հարսը եւ այդ փառավոր իրադարձությունը, որ պիտի տեղի ունենա երկնքում սիրելիներ։ Պատկերացնում եք սիրելիներ, եթե այսօր աշխարհի առաջի պրեզիդենտը իր որդու համար հարսանիք անի։ Մենք տեսել ենք, չէ՞, պատմության մեջ թագավորներ, ովքեր իրենց որդիներին հարսանիք են արել։ Մենք տեսել ենք տարիներ առաջ Անգլիայի թագավժարանքի չէ հարսանիքը։ Ինչ փառավոր իրադարձություն էր դա սիրելիներ։ Ինչպիսի շքեղ իրադարձություն էր սա։ Իհարկե Սուրբ Գիրքը սրա մասին խոսում է։ Եվ ինչքան հիմար կլինենք մենք, եթե մենք բաց թողենք այս հրավերը սիրելիներ։ Ինչքան մարդիկ կփոշմանեն, որ իրենք մերժեցին Աստծո որդու հայտնությունը։ Ինչքան մարդիկ իրանք փոշմանեն, ովքեր որ չընդունեցին այս հրավերը, որովհետև ինչ ասում Սուրբ Գիրքը, նրանք կգցվեն դրսի խավարը։ Փառք լինի Տիրոջ անվանը, եւ քանի որ մեր Վազգեն եղբայրը այս տարի հռչակել էր գերազանցության տարի, մենք այստեղ տեսնում ենք, որ մեր Աստվածը, մեր սիրելի Հայրը, նա ով իր սերը դրեց մեզ համար, մեզ ունենալու համար, այս ճանապարհը, այս գերազանցության ճանապարհը մեզ հրավիրում է գնալու իր հետ։ Նա կանչում է մեզ գնալ իր հետ այս գերազանց ճանապարհով։
համաձայն ենք, ուզում ենք լինել ոչ թե հրավիրված, ոչ թե կանչված, այլ ընտրված։ Պետք է հաստատենք դա մենք այսօր սեներ։ Եթե մարդիկ կան, որ այսօր նոր են, առաջի անգամ են լսում ավետարանի խոսքը, եթե մարդիկ կան, որ դեռ հաստատված չեն, թող այսօր լինի ձեր հաստատման օրը։ Գիրքը ասում է, եթե այսօր կլսեք նրա ձայնը, մի խստացրեք ձեր սրտերը, մի խստացրեք ինչպես նրանք խստացրեցին։ Պողոս առաքյալն ասում է, մենք ինչպես կպրծնենք, եթե անհոգ գտնվենք, ինչպես նրանք անհոգ գտնվեցին։ Եվ միտեղ ասում է, որ Աստծո ձայնը մերժողները ասում է դատապարտություն կրեցին Իսրայելը, բայց մենք ինչպես կարող ենք պրծնել երկնքից խոսողին մերժելու դեպքում։